Այսօր մայրաքաղաքում վերջապես զգացվեց ձմեռվա շունչը, առավոտից տեղացող մանր փաթիլները օրվա ընթացքում խոշորացան ու արդեն երեկոյան աշխատանքից վերադարձողները դժվարություններ ունեցան ձնագնդի ու ձնեմարդ փոքրերի ու լրացուցիչ հոգս մեծերի համար։ Ձյան տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 2-ը։ Քաղաքապետարանում խոստանում են, վարորդները կարող են անհոգ լինել, անկախ տեղումների առատությունից ճանապարհները մաքուր կլինեն։ Տեխնիկան արդեն կազմ պատրաստ կանգնած է բոլոր վարչական շրջանների խոցելի հատվածներում, որոշ տեղերում արդեն աղ ու ավազ են ցանում։ Ամբողջ օրը հրտապայել ենք եւ ձյունը չի հասցնի դնի, որտեվ բոլոր աշխատանքները կազմակերպեն, որպեսզի քաղաքում ձյուն չթողենք։ Միայն փետրվարի 3-ին եւ 4-ին քաղաքապետարանը կարող է հանգիստ շունչ քաշել։ Այդ օրերին տեղումները կդադարեն։ Հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-ից 12 աստիճանով։ Ամենացուրտը կլինի լեռնային շրջաններում, հատկապես Շիրակում, որտեղ հնարավոր է մինչև 23 աստիճան ցուրտ։ Մայրաքաղաքում առնվազն առաջիկա 5 օրերին շատ ցուրտ օրեր չեն սպասվում։ Օդերևութաբանականում կանխատեսումներն անում են այդ ժամանակահատվածի կտրվածքով։ Մայրաքաղաքում ջերմաստիճանը գիշերային ժամերին կլինի 1-ից 3 աստիճան ցուրտ, ցերեկը 1-ից 3 աստիճան տաքություն, իսկ 3-ից հետո, երբ որ արդեն արտիկական օդը կներթափանցի եւ եղանակը կպարզի, գիշերային ժամերին կդիտվի մինչեւ 8-ից 9 աստիճան ցուրտ, ցերեկը 0-ին մոտ։ Հունվարին Սյունիքի, Տավուշի հովիտներում եւ Արարատյան դաշտում ձյան ծածկ գրեթե չէր ձևավորվել, ինչը վնասել էր գյուղատնտեսությանը, այնպես որ հունվարի վերջին օրվա անակնկալից ուրախացել են ոչ միայն երեխաները, այլև գյուղացիները։